Կամ մենք հասնում ենք այն բանի, որ բացահայտում են հանցագործությունները եւ պատժվում են հանցագործները, կամ մենք ազգ չենք, կամ Հայաստանի ժողովուրդը այս գործում պահանջատերը, արդարադատության պահանջատերը իշխանություններին ստիպում է բացահայտել կամ ազատում է այն իշխանություններից, որոնք պարտակում են մարտի 1-ի սպանդը։ Ես հանրահավաք է կազմակերպող ուժերի, բոլոր հասարակական քաղաքական կառույցների, որոնք շահագրգռված են հանցագործությունները բացահայտելու համար, նրանց բոլորի անունից ասում են, մենք հասնելու ենք բացահայտմանը, երբ էլ լինի, ոնց էլ լինի, այս հանցագործությունները պետք է բացահայտվեն, դա հայ ժողովրդի հավաքական պատվի ու արժանապատվության խնդիրն է։ Յուրաքանչյուր տարելից իր մեջ պարունակում է տվյալ իրադարձության հետ կապված որոշակի խորհուրդ, իմաստավորում։ Առավել ևս դա վերաբերում է ողբերգական իրադարձություններին, տարելիցներին, քանզի բանական մարդը որպես կանոն պարտադիր դասեր է քաղում անցյալից, որպեսզի կանխարգելի նոր ողբերգությունները։ Դա ծայրահեղ անհրաժեշտ է ինչպես պետությանը, այնպես էլ հասարակությանը։ Պետությունը, որը չի կարողանում բացահայտել ողբերգության պատճառները, գտնել ու պատժել մեղավորներին, կամա ստեղծում է բարենպաստ նախադրյալներ նույնանման ողբերգությունների կրկնման համար։ Հասարակությունը իր ամբողջությամբ, եթե իր մեջ ուժ ու համարձակություն չի գտնում միահամուռ դատապարտելու տեղի ունեցածը, պահանջելու գտնել մեղավորներին, դատապարտված է նորից դառնալ զոհ։ Պետք է արձանագրենք, որ ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը պատշաճ կերպ չարձագանքեցին մարտի 1-ի ողբերգությանը։ Պետությունը, որի պարտականությունն է բացահայտել ողբերգության պատճառները, գտնել ու պատժել մեղավորներին, արեց ամեն ինչ, որպեսզի կոչկի այդ համակարգի խայտառակությունը։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, 6 տարի առաջ այսօրը Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվելով երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի հանգուցալուծման իրավական խաղաղ տարբերակից որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից։ Դրա արդյունքում տեղի ունեցավ ամենաողբերգականը։ Իշխանության կողմից հրազենի օգտագործման արդյունքում 10 խաղաղ անզեն քաղաքացիներ զոհվեցին։ 6 տարի շարունակ արյան գնով իշխանության եկած ուժերը այդպես է չընդունելով իրենց մեղքը ոչինչ չարեցին կատարված հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու, պատժելու ուղղությամբ։ Ընդհակառակը, իշխանության հակառակորդ հարյուրավոր մարդիկ անհիմն մեղադրանքներով հայտնվեցին ազատության մեջ, ենթարկվեցին տարբեր պատիժների։ 2008 թվականի մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդիկ այդպես էլ չկարողացան ապահովել երկրի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունը տարավ կործանման, որպես վերահսված է ապացույց թվարկեմ ընդամենը 2 փաստ։ Վերջին 6 տարիների 2008-2013 թվականների ընթացքում Հանրապետությունից հեռացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ըստ պաշտոնական վիճակագրության հավասար է 246,000 մարդու։ Այսօրվա Գեղարքունիքի եւ կամ Լոռու մարզի ազգաբնակչության հավասար մի թիվ։ Հայաստանը 6 տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրեց 4.5 միլիարդ դոլարի։ 2008 թվականի համեմատ այն ավելացնելով ավելի քան 2.5 անգամ։ Ու այդպես է չկարողանալով վերականգնել տնտեսության միշտ ճգնաժամային մակարդակը։ Այս ժամանակահատվածի ընթացքում Հայաստանը կորցրեց իր մրցանակությունը ոչ միայն աշխարհում, այլ տարածաշրջանում։ Տնտեսության աճ 3%, եկամուտների պաշտոնական թվերով պակասում 1.2%-ով։ Գոնե իրանք էլ են ընդունում, որ 1% վատ է կապում։ 2014-ի սկիզբը սարսափելի է, ընդհանրապես 1% եւ չնայած նրան, որ աշխատավարձ ու թոշակ էին բարձրացրել, բայց հետևից գալիս է գնաճը, տարվա կեսին գնաճը գերազանցի աշխատավարձի բարձրացում։ Որևէ ձևով ազդել այս process-ի վրա անհնարին է։ Ազգային ժողովը ընդունում է օրենքներ, պաշտպանել արտահանողներին, արտահանումը պակասել է։ Այս թղթով պետք է 4 միլիարդ դոլարի արտահանում ունենալ։ 5 տարում 1 միլիարդ 700-ից իշխում միլիարդ 400-ի։
Բայց ընդունում են հիմնարկ, արտահանումը խրախուսող, ֆինանսներին խրախուսող, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Սանիկների, Քավորների, Խնամիներին դրանց կանանց դնում են գործի, այդ բյուջետային հիմնարկները փող են տալիս, որևէ ձևով, որևէ բան փոխել անհնարին է։ Անդրադառնամ երկրորդ հարցին։ Մենք եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվում։ Անկեղծ եմ ձեզ ասում։ Կամ մենք փոխում ենք, ու այստեղ Ռուսաստանի գործում չկա։ Իդեպ սա միակ դեպքն է, որ Ռուսաստանը կուզենար այստեղ մի որևէ ժողովրդական շարժում հաղթել։ Հեչ դեմ չեն լինի։ Հեչ դեմ չեն լինի։ Չխաբվեք դրանով։ Երրորդ հարցը։ Կուտակային եմ ասում։ Այնուամենայնիվ կա մի լավ շարժում, մեր երիտասարդները դեմ են շարժումն է, ծավալել են այս պայդրությամբ, դա շատ պոզիտիվ շարժում է։ Եվ ինչ է սրա էությունը։ Եթե նայում եք Սերժ Սարգսյանին կամ Տիգրան Սարգսյանին, նրանք ասում են, վատ ենք անում, որ ձեր մասին մտածում ենք։ Հող եք ասում, էլի, ասում եք 20 տարի հետո ամբողջ չմնաք, չէ՞ որ ժողովուրդը ծերանում է։ Ժողովուրդ, սա բացարձակ հիմարություն է, այդպես ուրիշի մասին չեն մտածում։ Ինչու՞։ Նախ որ ժողովուրդը ծերանում է։ Ժողովուրդը ծերանում է ընդհանրապես կենսաթոշակային տարիքներ բարձրացնում են։ Սիրուն բան չի կենսաթոշակային տարիքը բարձրացնել, բացի եթե ժամանակին մենք ձեր խոնարհ ծառան կենսաթոշակային տարիքը 65 չդարձնել, դա նպաստում է որ կյանքի միջին տևողությունը աճի մի քիչ։ Ոչ միշտ։ Բայց կա երկրորդ հարցը։ Մենք մի հատ կուտակային վճարում ենք։ Մի հատ 5% վճարում ենք։ Անցյալ տարի վերցրեցին այդ վճարը, սոցիալ վճարները, սոցվճարները դարձեցին եկամտահարկ։ Հասկանում եք ինչ է տեղի ունեցել։ 20%-ի փոխարեն հարկը դառավ 25%։ Մի հատ 5% տալիս ենք իրենց։ Կուտակեք։ Դա իբր թե գնում է այսպես կոչված պետական կենսաթոշակային հիմնադրամ։ Արդեն 5-րդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը։ Սակայն ցավոք կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության եւ միջազգային հանրության թափած ջանքերին այդպես էլ մինչ այժմ չի կատարվել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի 4 բանաձևերի պահանջը ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։ Գիտակցելով, որ մարտի 1-ը ոչ միայն զոհերի հարազատների անձնական, այլև ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հասարակությունը որևէ պարագայում չպետք է հուսաթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից, այլ ընդհակառակը պարտավոր է լարել իր բոլոր ջանքերը արդարադատության լիարժեք իրականացման եւ վերջին հաշվով պետականության վարկի վերականգնման համար։ Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում։ Արդարադատության չիրականացման եւ ոճրագործության անպատիժ մնալու պարագայում նմանատիպ ողբերգության կրկնությունը սպառնում է յուրաքանչյուրին։ Մարտի 1-ի պետական ոճրագործության լիակատար բացահայտումը եւ զոհերի ընտանիքների նյութական փոխհատուցումը եղել, մնում է եւ այսուհետեւ էլ մնալու է Հայ ազգային կոնգրեսի ծրագրային ամենագլխավոր խնդիրներից մեկը, ինչը ձևակերպված է Հայ ազգային կոնգրես դաշինքի 2012 թվականի նախընտրական ծրագրի հիմնադրույթներում։ Ես հիշեցնում եմ. ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի եւ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման եւ իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով եւ հաջորդը ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով
լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս առաջիկա 2 տարվա ընթացքում։ Եթե հետևում եք ազգային ժողովի աշխատանքներին, ապա կարծում եմ կհավաստեք, որ կոնգրեսի խմբակցությունը հավատարիմ ծրագրային վերոհիշյալ դրույթներին հետևողականորեն փորձում է կյանքի կոչել դրանք։ Խորհրդարանական գործունեության շուրջ 1.5 տարվա ընթացքում խմբակցությունը 2 անգամ հանդես է եկել մարտի 1-ի ոչռագործությունն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Բարձրացրել է բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներին փոխհատուցում տալու մասին Եվրոպական կոնվենցիան վավերացնելու հարցը։ Ներկայումս նախապատրաստում է այդ կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը շուտով շրջանառության մեջ կդրվի ազգային ժողովում։ Ինչպես նաև տեղյակ եք, օրերս արդեն ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ համատեղ 3-րդ անգամ ազգային ժողովի առջև է դրել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման պահանջը։ Խորհրդարանի շրջանակից դուրս Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ի հարցը շարունակում է հետապնդել նաև միջազգային ասպարեզում, ինչի վկայությունն է մասնավորապես ԵԽԽՎ վերջին նստաշրջանում մոնիտորինգի հանձնաժողովին Լևոն Զուրաբյանի կողմից արված հետևյալ առաջարկը՝ զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում եւ Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև օրենսդրական երաշխիքներ կառաջարկի ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով։ Հավաստիացնում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը լի է վճռականությամբ մինչև վերջ հասցնելու մարտի 1-ի խնդիրը, դրա պարտակումը համարելով ոչ միայն սրբապղծություն զոհերի հիշատակի հանդեպ, անբարոյականություն նրանց հարազատների նկատմամբ, այլև պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը հասարակությունը իրավունք չունի մոռանալու կամ ներելու եւ որը անպատիժ չի մնալու։